Ես ուզում եմ երկու տեղ կարդալուց հետո կխոսենք։ Երբ ժամը հասավ, սեղան նստավ 12 առաքյալների հետ ասելով. Փափակելով, փափակեցա այս զատիկը ձեզի հետ ուտեմ իմ չարչարվելուցս առաջ։ Որտև ասում եմ ձեզ, թե էլ բնավ սրանից պիտի չուտեմ, մինչև Աստծո թագավորության մեջ կատարվի։ Եվ գավաթը առավ, գոհացավ ու ասեց. Արեք սա ու բաժանեք ձեր մեջ, որովհետև ձեզի ասում եմ, բնավ որդի բերքեմ պիտի չխմեմ, մինչև Աստծո թագավորությունը գա։ Հացը առավ, գոհացավ, կտրեց եւ տվեց նրանց ու ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզի համար տրված է։ Սա արեք ինձ հիշելու համար։ Նույնպես էլ գավաթը առավ ընթրիկից հետո եւ ասեց. Այս գավաթը նոր ուխտ է իմ արյունով, որ ձեզի համար պիտի թափվի։ Ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, թե Հիսուս իր մատնված գիշերը հաց առավ եւ գոհանալով, ուշադրություն դարձեք, գոհանալով կտրեց ու ասեց. Արեք ու կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզի համար պիտի կտրվի։ Սա արեք ինձ հիշելու համար։ Նույնպես էլ գավաթը ընթրիկից հետո առավ եւ ասեց. Այս գավաթը նոր ուխտ է իմ արյունովս։ Սա արեք, քանի անգամ որ խմելու լինեք, ինձ հիշելու համար։ Որովհետև քանի անգամ որ այս հացից ուտեք եւ այս գավաթից խմեք, Տիրոջ մահը պիտի պատմեք, մինչև ինքը գա։ Ուստի ով որ այս հացից ուտի կամ Տիրոջ գավաթից խմի անարժանաբար, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող մարդը իր անձը փորձի եւ այսպես այն հացեն ուտի եւ այս գավաթը խմի, որովհետեւ նա որ անարժանաբար կուտի եւ կխմի, իր անձի դատապարտությունը կուտի եւ կխմի, որովհետեւ Տիրոջ մարմնի իմաստը չի որոշում։ Սրա համար ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավակարներ կան եւ շատերն էլ կննջեն։ Մենք տեսնում ենք, որ ավետարաններում գրված է այս մասին եւ տեսնում ենք, որ առաքյալներն էլ այս բանը շարունակում էին անել։ Հիսուսը իր մատնված գիշերը, այդ օրը, որ իրան արդեն պետք է ձերբակալեին, տանեին խաչելու, ասում է փափակելով, փափակեցա այս զատիկը ձեզի հետ ուտելու։ Ինքը միջև էդ էլի էր զատիկ կերել, հրեական սովորության համաձայն աշակերտների հետ, բայց նման բաներ չէր ասել, չէր արել։ Որտև մի բան, երբ որ ինքը շատ է ցանկանում, մարդը շատ է ցանկանում, սպասում է, երբ այդ ժամը գա, երբ այդ հնարավորություն ստեղծ, որ ասեմ։ Ասում է, երբ ժամը հասավ, սեղան նստավ։ Կերան, զատիկը կերան, բայց սենց ասեմ, իր ուշկումիտն էներ, թե վերջում ինքը ինչ ասելու։ Այն, որ կերան խմեցին սովորության համաձայն, միշտ էլ կերե խմել են, բոլոր հրեաներն էլ ուտում խմում էին։ Փարիսեցիներն էլ էին ուտում խմում։ Նրանք արդեն կերե խմել էին գարան միսը եւ սպասում էին, թե ոնց անեն Հիսուսին բռնեն, խաչեն։ Հիսուսը պատմում էր, ասում էր, խոսում էր իր աշխարհ գալու իմաստի մասին։ Երբ որ Հովանու 6-րդ գլխում Հիսուսը աշակերտներին եւ իր հետ հավաքված ժողովրդին ասեց. ով որ իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմի, իր անձի մեջ կյանք չի ունենա։ Ով որ իմ մարմինը ուտի եւ իմ արյունը խմի, ես նրա մեջ կբնակվեմ, նա էլ իմ մեջ կբնակվի։ Ինչպես հիշում եք, շատերը թողեցին, գնացին, չհասկացան, որտեղ հրեաները մարդու միշտ չէին ուտում, հրեաները մարդու արյուն չէին խմում, նույնիսկ կենդանու միս արյունով չէին ուտում, ասեցին, ես ինչ է, այս մարդն ասում չենք հասկանում, թողին գնացին, բայց հավատարիմները մնացին, գիտեին, վստահում էին, Հիսուսն ինչ որ ասում է ճշմարիտ է, ինչ որ ասում է իրանց օգուտի համար է ասում։ Եվ աշակերտներն այդ օր հասկացան Հիսուսի ասածը։ Հացը վերցրեց ընթրիկից հետո, սովորական զատիկ ուտելուց հետո վերցրեց, ասեց. Սա է իմ մարմինը, ով որ այս հացից ուտի, հավիտյան կապրի, ով որ այս գինի խմի, սա նոր ուխտի իմ արյունն է, հացը իմ մարմինն է, արյունը գինին իմ արյունն է։ Երևի աշակերտներն ասենց իրար երես նայեցին, ասին, այն վաղտ որ ասում էր, մենք չէինք հասկանում։ Մինչև այդ կերած հացի մասին Հիսուսը չէր ասում։
Միջև այդ կերած գարան մսի մասին Հիսուսը չէր ասում։ Հացը ինքը որ վերցրեց այս հացը, ոչ թե բոլոր հացերը, ոչ թե որ ամեն անգամ դուք հաց եք ուտում, այս հացը։ Ժողովուրդ, հրյաները, երբ որ Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Մովսեսի ասած զատիկ անում էին, առաջի զատիկը, գարան միսը ամբողջովին կերան, արյունը քսեցին տան դռների վրա։ Արյունը քսեցին տան դռների վրա, որպեսզի մահվան հրեշտակը տեսներ այդ արյունը։ Թե այդ հրեշտակը ինչ տեսք ուներ, մենք չգիտենք։ Այսօր Հիսուսի արյունը մեր վրա է։ Մենք ամեն օր գալիս ենք ու պիտի գանք ամեն օր այդ արյան օծության տակ։ Ու շատերս կանք այդ արյան օծության տակ եւ այդ արյան պատճառ արդյունք ենք, որ մենք կանք։ Բայց այդ արյունը քո վրա երևում է թե չէ։ Այդ արյունը, արյան իմաստը քո վրա երևում է թե չէ։ Մահվան հրեշտակը տեսավ այդ արյունը, չմտավ այդ հրյաների տունը։ Այսօր այդ մահվան հրեշտակը սատանան կա նաև երկրի վրա։ Այդ արյունը ում վրա որ տեսնում է, չի կարող մոտիկ գալ։ Կա այդ արյունը իմ ու քո վրա, պիտի երևա։ Քո խոսքերից, քո վարմունքից, քո տեսքից, քո ամեն ինչից պետք է երևա։ Որտեղ որ դու սովորում ես, աշխատում ես, կաս, ապրում ես, քո շենքում, քո թաղամասում, եկեղեցում, ասում են, որ դու ուրիշ մարդ ես, քո հարևաններն ինչ են ասում, դե իրանք չեն ասի քո վրա արյուն ենք տեսնում, իրանք պետք է ասեն քո վրա ուրիշ բան ենք տեսնում, որ մեր վրա չկա։ Մենք այդ արյան շնորհիվա, որ այսօր կանք։ Մենք այդ արյունը ամեն օր օգտագործում ենք մեր վրա։ Հրյաները կերան այդ գարան միսը ամբողջովին։ Հիսուսը խաչը բարձրացավ ամբողջովին։ Հիսուսը խաչը բարձրացավ ամբողջ մարմնով։ Եվ ասեց, սա է իմ մարմինը, որը ձեր համար տրված է։ Այդ պահին աշակերտները չկերան Հիսուսին, դե արի ասեն քեզի ուտենք։ Հիսուսն ասաց, այս հացն է իմ մարմինը։ Այս հացը որ ուտեք, ընդունեք որպես ինձ եք ուտում։ Այս հացը որ ուտեք, հավատացեք, որ դա իմ մարմինն է։ Ես մի քանի ժամ հետո այս մարմնով խաչն եմ բարձրանալու ձեր համար, աշխարհի փրկության համար։ Իմ խաչվելու իմաստը կերեք։ Իմ խաչվելու, ես մարմնով որ խաչը բարձրացա, այդ գործի իմաստը դուք պիտի ուտեք, որ ձեր անձի մեջ կյանք ունենաք։ Հիսուսը մեռավ իմ ու քո փոխարեն։ Ու ասում է, քանի անգամ որ անեք իմ մահը պիտի հիշեք։ Հիսուսի բերանից դուրս եկած խոսքերն էր։ Հաղորդության իմաստը նրա մահը հիշելն է։ Նա մեռավ իմ ու քո փոխարեն։ Դու ամեն օր խաչի համար շնորհակալություն ասում ես Աստծուն, ներողություն խնդրում ես թե չէ։ Իմ մահը պիտի հիշեք, կարող ասեք, հա մենք նենց էլ հիշում ենք։ Այո, ոչ մեկս չենք մոռանում։ Բայց այսօր ես խոսում եմ, քանի որ դա պետք է անենք, ես այդ մասին եմ խոսում։ Նա մի բարի մարդ չէր, որ պարզապես մեռավ գնաց, ասենք ողորմի իրան։ Նա մեռավ մեր պատճառով, իմ ու քո պատճառով, եւ Աստծո արդարությունը թույլ չէր տա, որ նա մեռած մնար գերեզմանում։ Աստծո արդարությունը միշտ կար, եթե նախկինում թե հիմա, եւ նա հարություն առավ։ Եթե նա հարություն չառներ, մեր հավատքը կիսատ կլիներ։ Նա մեռավ իմ ու քո փոխարեն։ Եվ ամենալավ հիշելը պատմելն է։ Պողոս առաքյալը այդ Կորինթացիներին ասում է, նրա մահը պիտի պատմեք։ Ես այսօր նրա մահն եմ պատմում։ Կարող ես դա ես գիտեմ։ Չէ, դու լավ չգիտես։ Կներեք, որ սենց եմ ասում։ Ես էլ լավ չգիտեմ։ Մեր կյանքից այնպես պիտի երևա նրա արյունը մեր վրա, որ այս աշխարհը զարմանա։
Ինչպես Պողոս Մովսեսի երեսը այնպես էր փայլում Աստծո հետ հաղորդակցվելուց, որ մարդիկ չէին կարողանում նրա երեսին նայել։ Հիսուսի նպատակն էր, որ Հովհաննես 17-րդ գլխում որ ասում է, որպեսզի ես լինեմ քո մեջ, դու իմ մեջ եւ նրանք իմ մեջ եւ բոլորս միմյանց մեջ լինենք։ Միմյանց մեջ, Հայրը, Որդին եւ մենք միմյանց մեջ լինենք։ Դա ունենք մենք կատարյալ մեր կյանքում թե չէ։ Մենք սովորական ծիսակատարություն չենք անում, հա, եկեղեցիում կան որոշ բաներ, որ ծիսակատարությունն է որպես, բայց ամեն ծիսակատարության մեջ հիմք կա ու նպատակ կա։ Նա մեռավ իմ պատճառով։ Ես փորձեմ քննեմ իմ կյանքը, նա մեռավ իմ պատճառով։ Որքան երախտապարտ եմ ես նրան։ Ու ասում եմ ամեն մարդ թող իր անձը քննի, նոր մոտենա։ Ամեն մարդ իր անձը քննի։ Ես այդ հացը ուտելով ընդունում եմ, որ սա արդեն սա Քրիստոսի մարմինն է։ Եթե Քրիստոսի մարմինը խաչի ելավ, եւ այդ մարմինը ես կերել եմ իմ մեջ է, ես այս մարմնով կարող եմ դժվարություն քաշել ինչ-որ մեկի համար, ինչ-որ մեկի փրկության համար չարչարան, կարող եմ կրել թե չէ։ Եթե չեմ կարող կրել, ուրեմն նշանակում է իմ ես հաղորդության մասնակցելի իզուր է լինում։ Եթե այդ արյունը, նոր ուխտի արյունը, այն գարան արյունն անցավ, սա նոր ուխտի մեր Հիսուսի արյունն է։ Եթե իմ մեջ է, նշանակում է հոգին արյան մեջ է, չէ, նշանակում է Հիսուսի հոգին իմ մեջ է։ Ես այդ հաղորդությունն ընդունելով ուզում եմ հաստատեմ, որ այդ հոգին իմ մեջ է, ես այդ հոգով ապրում եմ թե չէ։ Առաջի Կորինթացիների 5-ի 7-րդ խոսքում ասում է. հին խմորը հեռացնենք մեզանից, որպեսզի նորը լինի մաքուր առանց թթխմորի, որովհետև Քրիստոս մեր զատիկը մորթվեցավ։ Այո, հին խմորը մենք հաճախակի համեմատում ենք այն մեղքի հետ, որ մեղքը մեզանից հեռացնենք, մաքուր լինենք, անմեղ լինենք։ Բայց նաև ես ուզում եմ ասեմ, հին խմորը այն հին զատիկն էր։ Հին խմորը անցավ, Աստված ասում է հանդերձ անցան, ամեն բան նոր եղավ, նոր ուխտով ես ու դու նոր մարդ ենք, որտեղ Քրիստոս մեր զատիկը մորթվեցավ, Քրիստոս մեր զատիկը մորթվեցավ, մենք ընդունենք, որ մեր պատճառով մորթվեցավ, դե մորթվեցավ հասկանում ենք խաչ ելավ, ոչ թե գարան նման վիզը կտրեցին, նա մեռավ, արյուն թափեց իմ ու քո պատճառով, որքան եմ ես ու դու, որքան ենք մենք գնահատում այդ թափած արյունը։ Դրա համար ասում ամեն մարդ իր անձը քննի։ Ու ասում ոմանք որ անարժանաբար են մոտենում, շատ ցավակարներ հիվանդներ կան, ոմանք էլ կննջեն։ Ցավակար մարդիկ։ Այս աշխարհում մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ կան հիվանդ են, մենք էլ ենք երբեմն հիվանդանում։ Ես պատկերացնում եմ, որ ուրեմն մի բանի մեջ պակաս է ես որ հիվանդ եմ։ Տեր Աստված ներիր ինձ։ Մովսեսը 120 տարեկան ոչ մի հիվանդություն չուներ, աչքի խնդիրներ չկար, Մովսեսը կատարյալ էր հավատքի մեջ, Աստծո հետ հարաբերության մեջ։ Եթե ես ընդունում եմ Քրիստոսի մարմինը իմ մեջ ու արյունը իմ մեջ, ես պարտավոր եմ առողջ լինելու։ Իսկ եթե առողջ չեմ, ուրեմն նշանակում է ես պակաս եմ։ Ամեն մարդ իր անձը քննի, արդյոք հավատքի մեջ է թե չէ։ Արդյոք ես այդ հավատքով եմ ընդունում թե չէ։ Այսօր ոմանք այդ հավատքով չեն ընդունում, պարզապես գիտեն, որ հաղորդությունն է, աստվածային բան է, մի լավ բան է էլի, որ օգուտ չտա, վնաս չի տա, էլի թամ ընդունեմ։ Չէ, ժողովուրդ, եթե մենք անարժանաբար ենք ընդունում, վնաս կտա։ Եկեք գնահատենք ամեն անգամ Աստծո հետ գործը, Աստծո անունով արած գործը իմիջիալոց չանենք։ Աստծո ասած խոսքը իմիջիալոց, այնց ականջի հետև չգցենք։ Առաջի Կորինթացիների 10:16-ում ինչ ասում։ Գավաթը որ կորցնենք, չէ որ Հիսուս Քրիստոսի արյան հաղորդությունն է։ Արյան հաղորդությունն է։ Ես այս ջուրը որ խմում եմ, ամենալավ հաղորդությունը, որ լցվում է իմ մեջ, ամենալավ հաղորդություն, ես կարող եմ լովա աղբոր հետ ձեռքով բարևել, ձեռքով հաղորդ լինել, բայց ամենալավ հաղորդությունը, որ ես նրա մեջ եմ և նա իմ մեջ է,
Հացը, որ կտրում ենք, չէ՞ որ ասում նրա մարմնի հաղորդությունն է։ Որ մենք սրբության հետ գործ ունենք, մենք Հիսուս Քրիստոսի հետ գործ ունենք։ Մենք ճշմարտության հետ գործ ունենք, այս տեզերք ստեղծող երկինք երկիր արարչի հետ գործ ունենք։ Եվ ինչի համար է Եբրայեցիների թղթում ասում, մոտենանք ճշմարիտ սրտով, ուրիշ սրտով էլի, ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, ամեն մեկից հավատքը մի քիչ տարբեր է, ավել պակաս, բայց մաքսիմում ինչքան հավատք ունես դու, բայց սիրտդ եթե ուղիղ է, ինչքան էլ հավատք ունես, այդ հավատքով մոտենաս, ու սրտերս ասում չար խշմտանքից սրտերս չար խշմտանքից մաքրված ու մարմիններս մաքուր ջրով լվացված, դա էլ խոսում է ջրի մկրտության մասին, ովքեր որ մկրտվել են։ Այն որ ասում է սրտերս չար խշմտանքից մաքրված, երբեմն լինում է ինչ որ մեկից նեղացել ես, ինչ որ մեկից դժգոհ ես, դու քեզանից էլ ես դժգոհ ինքդ քեզանից, մաքրի սիրտդ, քո սրտի Տերն Աստված է։ Ու թույլ տուր որ նա բնակվի քո սրտում։ Ամեն տեսակի բացասական մտքեր, գործեր քո սրտից, քո մտքից, քո կյանքից, քո հիշողությունից թող դուրս գա։ Հիշիր, նա մեռավ քո պատճառով, նա մեռավ իմ պատճառով։ Նորից եմ ուզում կրկնեմ, որ Հիսուսն ասեց, սա նոր ուխտի իմ արյունն է, Պողոս առաքյալն ասեց, նոր ուխտի իմ արյունն է, նոր ուխտի։ Ժողովուրդ, եկեք տարբերենք գառան արյունը մարդու արյունից։ Դրա համար են հավատացյալները մատաղի միշտ չեն ուտում, որտեղ մարդիկ, որ արյուն են թափում առանց հասկանալու, մտածում են, թե Աստծուն հաճելի գործ են անում, ուտում են, խմում են ու անարգում են Հիսուս Քրիստոսի արյունը։ Դրանից այն կողմ աշխարհ չկա, դրանից այն կողմ ուրիշ զոհ չկա, դրանից այն կողմ ուրիշ միջոց չկա փրկության։ Նա մեռավ մեր փրկության պատճառով, մենք փրկված ենք նրանով, նրա միջոցով։ Քրիստոնյան պետք է երևա աշխարհի մեջ, քրիստոնյան պետք է երևա իր ամեն գործերի մեջ, չլինի աշխարհի մարդկանց նման լինենք, եկեղեցում հավատացյալ խաղանք հլենք դուրսը եւ մարդիկ չիմանան, որ մենք հավատացյալ ենք։ Եթե դու ինչ-որ միտեղ սովորում ես, աշխատում ես, բնակվում ես, եթե դու չես տարբերում քո հարևաններից, մտածելու տեղիք ունես։ Ամեն մարդ ասում է իր անձը թող քննի, նոր մոտենա, նոր վերցնի։ Աստված շատ օրհնի ձեզ։ Եկեք աղոթք կանենք, ներողություն խնդրենք ու նոր անցնենք գործի։ Հայր Աստված, շնորհակալ ենք քո արած գործի համար, որ դու քո որդուն տվեցիր զոհվելու համար, մեր պատճառով, մեր մեղքերի համար, շնորհակալ ենք այդ սիրո համար, շնորհակալ ենք Հիսուս, որ դու մարմնով խաչ ելար, ինքնակամ մեզ սիրելով, դու խաչը բարձրացար, արյուն թափեցիր, չարչարվեցիր, մեռար մեր պատճառով, խոնարհվում ենք քո առջև, քո խաչի առջև խոնարհվում ենք, ողջ փառքը քեզ ենք տալիս, ու խնդրում ենք ներիր մեզ, սրբիր մեզ, Տեր, մաքուր արա, Տեր, արժան արա, Տեր, հաղորդ լինելով քո սրբությանը, քո մարմնին, քո արյանը, Տեր, քո կյանքին, Տեր, դու լինես մեր մեջ, մենք լինենք քո մեջ, մենք լինենք միասնության մեջ, թող դու մեր սրտում քեզ լավ զգաս, քո թագավորությունը լինի մեր սրտում, Տեր, մենք քո մեջ լավ ենք զգում, Տեր, բայց դու էլ մեր մեջ, Տեր, թող մեր սիրտը մաքրվի, օգնիր, որ մենք էլ մաքրենք, Տեր, որ մենք էլ լինենք կատարյալ, Տեր, որ դու տիր ես, թագավոր ես մեր մեջ, Աստված մեր, Տեր, օստիր մեր արարողությունը ինչ որ անում ենք, Տեր, արժան առ աստեղ ամեն մեկից, Տեր, ամեն մեկից որ կանք, Տեր, աճենք, շատանանք քո մեջ, Տեր, լեցվիր մեր մեջ էլ ավելիով, օստիր քո տունը, քո զավակներին ամեն մեկից, պահիր, պահպանիր, Հայր ու դու փառավորվիր մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։